1998 թվականի մայիսն էր։ Երևանը շնչում էր թարմ յասամանների բույրով, բայց հանրապետական հիվանդանոցի ծննդատան երրորդ հարկով օդը ծանր էր ու սառը։ Անուշը 22-ամյա մի նրբակազմ աղջիկ, որի աչքերում ամփոփված էր ամբողջ աշխարհի լույսը, սպասում էր իր առաջնեկին։ Նրա ամուսինը Վարդանը միջանցքում անդադար քայլում էր, սպասելով այն լուրին, որն իրենց կյանքը պիտի դարձներ կատարյալ։ Երբ լսվեց երեխայի առաջին ճիչը, Անուշի դեմքին ժպիտ հայտնվեց։ Նա հասցրեց տեսնել միայն փոքրիկ թավշյա ձեռքերը եւ լսել հզոր մի ձայն։ Բայց Վարդաններանց հիվանդասենյակում իրարանցում սկսվեց։ Բժիշկները շտապեցին, երեխային տարան, իսկ Անուշին քնեցրին։ Առավոտյան, երբ արևի ճառագայթները դիպան նրա դեմքին, նա արթնացավ անսովոր լռության մեջ։ Մի քանի րոպե անց ներս մտավ գլխավոր բժիշկը, հայացքը հատակին գամած։ Անուշ, դու դեռ ջահել ես։ Աստված տվեց, Աստված առավ։ Թոքերը չբացվեցին։ Այդ պահին Անուշի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Չկար ոչ ճիչ, ոչ լաց, միայն քարացած հայացք։ Նրան ցույց չտվեցին երեխայի մարմինը, պատճառաբանելով, թե դա ավելի մեծ հոգեկան տրավմա կլինի։ Նրան ստիպեցին ստորագրել թղթեր, որոնց բովանդակությունը նա չէր էլ հասկանում։ Տարիներ անց նա կհասկանար, որ այդ օրը ինքը ստորագրել էր սեփական որդուց հրաժարվելու կեղծ փաստաթուղթը, որը կազմակերպել էր հիվանդանոցի մի խումբ, երեխային վաճառելով մի հարուստ, անզավակ ընտանիքի։ Վարդանը երբեք չհավատաց այդ մահվանը, բայց չուներ ապացույցներ։ Նա մահացավ 7 տարի անց սրտի կաթվածից, Անուշի ձեռքերի մեջ, վերջին շնչում շշնջալով. «Անուշ, մեր տղան ապրում է, ես նրան երազումս տեսնում եմ»։ Անուշը մնաց միայնակ, նա երբեք այլևս երեխա չունեցավ։ Նա ապրում էր մի հին բնակարանում, որտեղ մի դարակում պահում էր այն փոքրիկ կապուրտ գլխարկը, որը գործել էր իր չծնված որդու համար։ Ամեն տարի մայիսի 12-ին նա տորթ էր գնում, մոմ էր վառում ու լուռ նստում պատուհանի մոտ, նայելով փողոցով անցնող երիտասարդներին ու փնտրելով Վարդանի հայացքը նրանց մեջ։ 2025 թվականի դեկտեմբերյան մի երեկո էր։ Երևանը ծածկվել էր մառախուղով և ձյունը կամաց մաղում էր լապտերների լույսի տակ։ Անուշը, ով արդեն 50-ն անց էր, բայց դեռ պահպանել էր իր նրբագեղությունն ու տխուր հմայքը, դուրս եկավ եկեղեցուց։ Նա իրեն վատ էր զգում, գլխապտույտ ուներ։ Որոշեց տաքսի կանչել։ Մի քանի րոպե անց մոտեցավ մի մաքուր սպիտակ մեքենա։ Անուշը նստեց առջևի նստատեղին, քանի որ հետևում իրեն վատ էր զգում։ «Բարի երեկո, մայրիկ ջան, ուր ենք գնում», հնչեց մի ձայն, որը ստիպեց Անուշին վեր թռչել տեղում։ Այդ ձայնի մեջ կար Վարդանի թավշյա հնչերանգը և նույնիսկ այն թեթև առոգանությունը, որն ուներ նրա հանգուցյալ ամուսինը։ Նա դանդաղ շրջեց գլուխը։ Վարորդը մի գեղեցիկ երիտասարդ էր, մոտ 27 տարեկան, խիտ հոնքերով և խորը խոհուն աչքերով։ Նա ժպտում էր այնքան հարազատ, որ Անուշի սիրտը սկսեց խենթի պես բաբախել։ «Ձեզ վատ եք զգում, գունատ եք», հարցրեց տղան անհանգստացած։ «Չէ, ուղղակի դու շատ նման ես մեկին, ում ես շատ եմ սիրել», հազիվ շշնջաց Անուշը։ Մեքենան շարժվեց։ Անուշը չէր կարողանում կտրել հայացքը տղայի ձեռքերից։ Եվ հանկարծ նա տեսավ դա։ Տղայի աջ տեստակին կար մի փոքրիկ սպիտակավուն նշան, խալի նման, բայց սրտի ձևով։ Անուշի աչքերի առաջ մթնեց։ Դա հենց այն նշանն էր, որը Վարդանն ուներ, և որի մասին ծննդատանը բուժքույրը շշնջացել էր իր ականջին, երբ երեխային առաջին անգամ ցույց էր տվել։ «Ինչ է անունդ, որդիս», հարցրեց Անուշը, և նրա ձայնը կոտրվեց։ «Արամ», պատասխանեց տղան, զարմացած նրա հուզմունքից։ «Արամ, իսկ քանի տարեկան ես»։ 27, շուտով 28 կդառնամ մայիսին։ Անուշը զգաց, թե ինչպես է արցունքը գլորվում այտով։ Նա չէր կարողանում խոսել։ Արամը, տեսնելով կնոջ վիճակը, կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, օպերայի մոտ։ «Մայրիկ ջան, ինչ է պատահել, ես ձեզ նեղացրի»։ «Ոչ, Արամ, ոչ, պարզապես ասա ինձ, քո ծնողները, նրանք ողջ են»։ Արամի հայացքը տխրեց։ Նա հենվեց ղեկին ու ցածր ձայնով ասաց. «Մայրս անցյալ տարի մահացավ, իսկ հայրս ավելի շուտ։ Բայց գիտեք, մահից առաջ մայրս մի սարսափելի բան խոստովանեց։ Նա ասաց, որ ինքը ինձ չի ծննդաբերել։ Նա աշխատել է ծննդատանը և երեխա չի կարողացել ունենալ։ Բժիշկների հետ պայմանավորվել են, մի կնոջ ասել են, թե երեխան մահացել է, ու ինձ տվել են իրեն։ Նա խնդրում էր, որ ներեմ իրեն։ Ես ամբողջ տարի փնտրում եմ այդ կնոջը, բայց արխիվները փակ են, ոչ մի տեղեկություն չեմ գտնում։ Ես միայն գիտեմ, որ նրա անունը Անուշ է եղել»։
Անուշը սկսեց բարձրաձայն հեկեկալ։ Նա հանեց պայուսակից իր անձնագիրը և դրեց Արամի ձեռքերի մեջ։ «Նայի, Արամ, նայիր իմ անվանը»։ Արամը դողացող ձեռքերով բացեց անձնագիրը։ Անուշ Վարդանյան։ Նա նայեց կնոջը, հետո անձնագրին, հետո նորից կնոջը։ Նա տեսավ այդ աչքերը, նույն աչքերը, որոնք ամեն առավոտ տեսնում էր հայելու մեջ։ «Դուք, դա դուք եք»։ Անուշը դողացող ձեռքով դիպավ Արամի դեմքին, շոյեց նրա այտը, կարծես վախենալով, որ նա կանհետանա։ «Ես քեզ չեմ թողել, Բալաս, ինձ ասացին դու չկաս։ Ես քեզ համար ամեն օր մոմ եմ վառել։ Ես քեզ 27 տարի սպասել եմ։ Քո հայրը, Վարդանը, նա գիտեր, նա զգում էր»։ Արամը գրկեց Անուշին։ Այդ պահին ժամանակը կանգ առավ։ Ձյունը շարունակում էր փաթիլ-փաթիլ իջնել մեքենայի հին ապականերին, իսկ ներսում երկու սիրտ, որոնք տասնամյակներ շարունակ բաբաքել էին իրարից հեռու, վերջապես գտան իրենց տունը։ Երբ Արամը գրկեց Անուշին, Երևանը կարծես անհետացավ։ Չկար ոչ մեքենաների աղմուկը, ոչ անձրևի մաղելը, ոչ էլ քաղաքի անտարբերությունը։ Կար միայն երկու սիրտ, որոնք բաբախում էին նույն ռիթմով։ Անուշը ձեռքերը չէր հեռացնում որդու դեմքից։ Նա շոյում էր նրա ճակատը, այտերը, աչքերը, կարծես փորձելով մատների ծայրերով սովորել այն ամենը, ինչ բաց էր թողել այս 27 տարիների ընթացքում։ «Բալաս, դու ողջ ես, դու իսկապես ողջ ես», շշնջում էր նա, և յուրաքանչյուր բառի հետ նրա հոգուց մի մեծ քար էր ընկնում։ Արամը, ով միշտ իրեն օտար էր զգացել այն տանը, որտեղ մեծացել էր, հանկարծ զգաց մի անբացատրելի ջերմություն։ Դա այն ջերմությունն էր, որը նա փնտրել էր իր բոլոր մղձավանջներում։ Նա նայեց Անուշի արցունքոտ աչքերին և հասկացավ, որ իր կյանքի բոլոր դժվարությունները, բոլոր անպատասխան հարցերը հենց նոր ստացան իրենց պատասխանը։ «Մայրիկ, ես միշտ զգացել եմ, որ ինչ-որտեղ ինձ սպասում են», ասաց Արամը ձայնը դողալով։ «Ես նայում էի աստղերին ու մտածում, արդյոք կա մեկը, ով հիմա նայում է նույն ուղղությամբ ու մտածում է իմ մասին։ Պարզվում է դու ոչ միայն մտածել ես, դու ապրել ես ինձնով»։ Արամը դանդաղ շարժեց մեքենան։ Նրանք գնում էին դեպի Անուշի տունը, այն նույն բնակարանը, որտեղ 27 տարի առաջ պատրաստվել էր Արամի օրորոցը։ Ճանապարհին նրանք լռում էին, բայց դա այլևս օտարների լռություն չէր։ Դա այն մարդկանց լռությունն էր, ովքեր վախենում են խզել հրաշքը մի անզգուշ բառով։ Երբ նրանք մտան տուն, Արամը կանգ առավ շեմին։ Նա զգաց հին փայտի, խնկի և ինչ-որ շատ հին ու հարազատ բույր։ Անուշը վառեց լույսը։ Սենյակի անկյունում դեռ դրված էր Վարդանի նկարը, սև ժապավենով։ Արամը մոտեցավ նկարին։ Նա տեսավ իրեն, միայն թե 30 տարի ավելի մեծ տարիքում։ Նույն հայացքը, նույն հպարտ կեցվածքը։ «Սա հայրդ է, Վարդանը», ասաց Անուշը մոտենալով որդուն։ Նա մինչև վերջին շունչը հավատում էր, որ դու կաս։ Նա ասում էր, որ մեր սերը չէր կարող այդքան հեշտությամբ մարել։ Արամը ձեռքը դրեց հոր նկարին։ Մի արցունք գլորվեց նրա այտով ու ընկավ շրջանակի վրա։ Նա զգաց, թե ինչպես է իր ներսում լցվում այն դատարկությունը, որը նրան տանջել էր ողջ կյանքում։ Նա այլևս անհայտ ծագումով տղա չէր։ Նա Վարդանի ու Անուշի որդին էր։ Անուշը դողացող ձեռքերով բացեց պահարանը և այնտեղից հանեց մի փոքրիկ տուփ։ Նա զգուշությամբ սեղանին դրեց այն կապույտ գլխարկը, որը գործել էր 1998-ի գարնանը։ «Ես սա գործել էի քեզ համար, երբ դեռ չէիր ծնվել։ Երբ ինձ ասացին, որ դու չկաս, ես չկարողացա սա դեն նետել։ Ես սա պահում էի որպես ապացույց, որ դու եղել ես իմ կյանքում, թեկուզ ընդամենը մի քանի րոպե»։ Արամը վերցրեց փոքրիկ գլխարկը։ Այն տեղավորվում էր նրա ափի մեջ։ Նա պատկերացրեց, թե ինչպիսի դաժանությամբ են իրեն խլել այս կնոջ գրկից։ Նա զայրույթ զգաց այն բժիշկների ու այն կնոջ հանդեպ, ում ինքը մայր էր անվանել։ «Ինչպես կարող էին նրանք այդպես վարվել», հարցրեց Արամը ատամները սեղմած։ «Ինչպես կարող էին գողանալ մի ամբողջ կյանք»։ Անուշը նստեց որդու կողքին ու բռնեց նրա ձեռքը։ «Բալաս, ես տարիներ շարունակ ատելությամբ եմ ապրել այն մարդկանց հանդեպ, ովքեր դա արեցին։ Բայց հիմա, երբ դու կողքիս ես, այդ ատելությունն անհետացել է։ Միայն սերն է մնացել։ Այդ կինը, ով քեզ մեծացրել է, նա քեզ սիրել է»։ Արամը խորը շունչ քաշեց։ «Այո,
Նա ինձ շատ էր սիրում։ Նա ինձ համար ամեն ինչ է արել։ Բայց նրա սերը կառուցված էր ստի վրա։ Նա մահից առաջ տանջվում էր, նրա հոգին հանգիստ չէր։ Հիմա ես հասկանում եմ ինչու։ Ուրեմն ներիր նրան, ասաց Անուշը։ Ներիր, որովհետև եթե նա քեզ չվերցներ, գուցե դու հայտնվեիր մանկադանը կամ ավելի վատ տեղում։ Նա քեզ պահել է, մեծացրել է ու վերադարձրել է ինձ այսպիսի հզոր ու բարի տղա։ Նրանք խոսեցին մինչև լուսաբաց։ Անուշը պատմեց Վարդանի մասին, նրանց սիրո պատմությունը, թե ինչպես էին երազում մեծ ընտանիք ունենալու մասին։ Արամը պատմեց իր մանկության, իր դժվարությունների եւ այն մշտական կարոտի մասին, որն իրեն ուղեկցել է ամենուր։ Երբ արևի առաջին ճառագայթները ներխուժեցին սենյակ, Անուշը նայեց որդուն եւ առաջին անգամ 27 տարվա մեջ իսկապես ժպտաց։ Արամ, այսօր նոր կյանք է սկսվում։ Ես այլևս չեմ վախենում ծերությունից, որովհետև իմ աչքերը տեսան այն, ինչի համար աղոթում էի ամեն գիշեր։ Արամը վեր կացավ, մոտեցավ պատուհանին ու նայեց արթնացող Երևանին։ Մայրիկ, ես այլևս տաքսի չեմ քշելու այսօր։ Այսօր ես մնալու եմ քո կողքին։ Մենք պետք է գնանք հորս մոտ, Եռաբլուր։ Ես ուզում եմ նրան ասել, որ նրա որդին տանն է։ Պատմության ավարտին մենք տեսնում ենք նրանց գերեզմանատանը։ Անուշն ու Արամը կանգնած են Վարդանի շիրիմի առաջ։ Քամին փչում է, բայց նրանք չեն մրսում։ Արամը խոնարհվում է ու համբուրում հոր տապանակարը։ Հայրիկ, ես եկա, շշնջում է նա։ Այս պատմությունը ոչ միայն կորսված որդու եւ մոր մասին է, այլև այն մասին, որ ճշմարտությունը երբեք չի թաղվում հողի տակ։ Այն միշտ գտնում է իր ճանապարհը դեպի լույսը, ինչպես արյունը գտնում է իր ակունքը։ Այդ օրվանից Անուշի պատշգամբում ծաղիկները սկսեցին ավելի պայծառ ծաղկել, իսկ սպիտակ տաքսին, որը պատահականորեն կանգնել էր եկեղեցու մոտ, դարձավ այն կամուրջը, որը միացրեց երկու ափերը, հաղթելով ժամանակին, ստին եւ մահվանը։ Երբեմն կյանքը մեզ տալիս է ամենածանր հարվածները, բայց եթե սրտում կա հավատ ու անմնացորդ սեր, նույնիսկ ամենամութ գիշերվան հաջորդում է լուսաբացը։ Անուշն ու Արամը կորցրին 27 տարի, բայց նրանք գտան հավերժությունը, որովհետև մոր սերը միակ ուժն է աշխարհում, որին նույնիսկ ճակատագիրը չի կարող հաղթել։